Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ը եւ ընդհանրապես այդ արյունը ամենաշատ շահարկած եւ պղծած գործիչն է, ցավոք սրտի, որ ինքը արժեզրկեց եւ հեղինակազրկեց այդ կարևոր խորհուրդը, որտեղ դա միայն արյան մասին չէր, այլ նաեւ այդ իրադարձությունները 2008 թվականին Պրագայի գարունի պես մի բան դարձան մեր համար։ Դրա արդյունքում ձևավորվեց ինչ-որ որակյալ ինտելեկտուալների սերունդ, խաղ հասարակություն, որոնք սկսեցին պայքարել տարատեսակ թեմաներով, բնապահպանական, մարդու իրավունքների եւ այլն։ Դա շատ կարեւոր խորհուրդ էր, որ այս իշխանությունը Ես համաձայն եմ դեռ պղծեց, բայց մի բան եմ ուզում ասել։ Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները միայն ժողովրդին կեղծավորություն անելով չի, զզվելի այդ լպրծուն սրտիկները ցույց տալով չի։ Ես կարծում եմ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների դրսեւորման ամենակարևոր ձևերից մեկը որն է, քաղաքացիների անունից ճիշտ որոշում կայացնելը։ Համաձայն եմ։ Եվ քաղաքացիների համար այդ որոշումը Եթե իշխանություն ժողովուրդը, քաղաքացիները ունենում են պոպուլիստ իշխանություն, որը չի կարողանում որոշում կայացնել, որը ընդհանրապես որոշում չի կայացնում, ինքը ամենամարդատյաց եւ մարդու իրավունքները խախտող իշխանությունը վառ օրինակ 44 օրյա պատերազմում մեր զոհերի մի զգալի մասը քաոսի եւ կառավարման բացակայության պատճառով են եղել եւ որոշում չկայացնելու։ Եվ բազմաթիվ օրինակ կորոնավիրուսի օրինակը կարող ենք բերել, այսինքն մարդու իրավունքները միայն այդ լպրծուն խոսքերը, հա, կեղծավոր մարդկանց դուր գալու համար ասելով չի, նաև կառավարման որակի մեջ է, որտեղ ժողովրդավարություն չի նշանակում քաոս, ժողովրդավարություն նշանակում է կարգ ու կանոն եւ խիստ կառավարում։ Համաձայն եմ, բայց նաև ուզում եմ վերջին խորհուրդը ասեմ ու ամփոփենք, թե ինչի ենք եկել էլի այստեղ, վերջի բանը ասեմ։